Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել 5 միլիոն դրամ գրավը։ Գևորգյանը մեղադրվում է խուլիգանություն կազմակերպելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով։ Նա մեղքը չի ընդունում, ոչինչ չի կազմակերպել, այդ տղաներին էլ չի ճանաչում։ Ես շատ լավ եմ, իմ հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ էլ ուրիշ հարցերի չտակ չպատասխանել։ Երեխեք ջան, ժողովուրդ ջան, ուրեմն ես շնորհակալ եմ։ Հիմա ասեմ Չէ, մենք հիմա Դավիթի մոտ դեռևս գործողությունները շարունակվելու են, մենք կարող եմ ասել, որ այո, մեղադրանքը առաջադրվել է, բովանդակությունը մանրամասները այդ մասով չեմ կարող շատ ասել, որտեղ արդեն իսկ նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար։ Ամեն դեպքում այս պահին ամենակարևոր բանը, որը կարևորում ենք, դա երեխաների, տղաների ազատությունն է։ Հայ կամ առավել եւս քրիստոնյա, ով Սուրբ Պատարագի ժամանակ ծաղկազարդի օրը թույլ է տալիս, որ ինչ-որ մեկը մյուսին երիտասարդի 18 տարեկան երեխու հարված են, ու ինքը ձեռքից չի վերցնում ու չի ասում դուրս եկեք ստեղից, ինքը ոչ հայ է, ոչ էլ առավել եւս քրիստոնյա։ Դուք դա եք արել։ Եվ դրա հետ միասին իբր ըստ իրենց կազմակերպել եմ այդ ամենը։ Երեխաներին, այդ տղաներին չեք ճանաչում։ Իհարկե չեմ։ Եկեղեցում եկեղեցու տենց ոնց որ հոգևոր այդ հոտը որ գալիս են հավատավոր մարդիկ տենց եմ ճանաչում դեմքով ոչ ես անունները գիտեմ նույնիսկ ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, հանդիպելու է Վլադիմիր Պուտինին, Կրեմլի հաղորդմամբ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշինքի ներկայավիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, նաեւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Մինչև մեկնումը Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հրապարակել է քաղաքացիներից իրեն ուղղված նամակները, որոնցում նրան շնորհակալություն են հայտնում։ Հետո էլ տեսանյութ է Մեղրիի բազմաբնակարան շենքերի վերանորոգված տանիքներով։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բնորոշմամբ Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է։ Հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ Armenpress-ի հետ զրույցում դեսպանը հայտնել է, որ հանգստյան օրերին եղել է սահմանային անցակետում եւ իրանական կողմում հանդիպումներ է ունեցել սահմանային, անվտանգային եւ մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Շիրղոլամիի խոսքով լուրջ խնդիրներ չկան եւ բոլոր հարցերը կլուծվեն։ Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները, շաբաթը 5 օր պարբերականությամբ, նախարար Դավիթ Խուդատյանը բարի թռիչք է մաղթել։ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին, Հույդա Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Երկիր AM-ի հետ զրույցում հայտնել է, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի եւ Արցախի դժվարին օրերին հարևան եւ բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին։ Հայաստանում Իրանի դեսպանությանը դեղեր եւ բժշկական պարագաներ են փոխանցվել։
Իրանն այս գիշեր կրկին հրթիռներով գրոհել է Իսրայելի մայրաքաղաքը, ըստ իրանական լրատվամիջոցների իսրայելական հակաօդային պաշտպանությունը չի կարողանում որսալ հրթիռները։ Իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են Սուլեյմանիե քաղաքի ամերիկյան համալսարանի վրա հարձակման մասին։ Իրանը հարվածել է նաև Բաղդադում ամերիկյան բազային։ Միաժամանակ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իրանի օբյեկտները։ Կրկին թիրախավորվել է Թեհրանը։ Հրթիռային հուժկու հարվածներ են հասցվել նաև Սպահանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինամթերքի պահեստին եւ ռազմական այլ օբյեկտներին։ Հարվածների հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Միացյալ Նահանգները Սպահանի վրա հարձակման ժամանակ օգտագործել են 900 կիլոգրամ բունկեր բաստեր ռումբեր, հաղորդում է Wall Street Journal-ը։ Ավտովթար վրայերթ Երևանում բախվել են Lexus-ն ու Hongqin-ը, վերջինը հայտնվել է մայթին, կա 5 վիրավոր։ Բախման հետևանքով Hongqin-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։ Վաշինգտոնի կենտրոնում Աբրահամ Լինքոլնի հուշարձանի մոտ ոսկե զուգարանով գահ է տեղադրվել։ Քանդակի հեղինակների քննադատությունն է ուղղված Թրամփին։ Յոթամյա աղջիկը վիճել է մոր հետ եւ պատուհանից նետել նրա պայուսակը, որում $88,000 է եղել։ Պայուսակը գտել են դեռահասները, գումարի մեծ մասը բաժանել են իրար մեջ, իսկ մոտ $5,000 այրել են, զվարճացել։ Նրանց ծնողները իմացել են կատարվածի մասին եւ վերադարձրել են գումարի մի մասը։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքապայմանագրի նախընտրական ցուցակի առաջին 50 համարն արդեն ձևավորված է։ Ուրբաթ շաբաթ օրերին ԿՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլով իշխող կուսակցությունը նաև վարչապետի թեկնածու ընտրեց, թե ոչ ոք չէր կասկածում, որ դա լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Նա ստացել է 933 ձայն, ԿՊ ներքին ընտրություններին մասնակցող 8 հոգի, այնուամենայնիվ նրան ձայն չի տվել, արտահայտելով հայ հասարակության մեծ մասի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ Առաջին փուլի քվեարկության ժամանակ 38 հոգի նրան ձայն չէր տվել, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ըստ ամենայնի ԿՊ-ում դրանից հետևություններ էին արել, շարքային ԿՊ-ականները երևի վախեցել են, որ այս անգամ դեմ քվեարկելը Փաշինյանն իրենց չի ների։ Լավագույն տասնյակում Փաշինյանին հաջորդում են Արարատ Միրզոյանը, որը իդեպ առաջին փուլից հետո 2 հորիզանականով բարելավել է արդյունքները, հետևում է թողել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Գևորգ Պապոյանը, որն առաջին փուլից հետո 3-րդն էր, այժմ 4-րդն է։ Վերջին շաբաթներին իր հիստերիկ պահվածքով աչքի ընկած Ռուբեն Ռուբինյանին էլ է թիմն առաջ մղել։ Նա 1 հորիզոնական վեր է բարձրացել 5-րդ տեղում է։ Նախորդ ընտրությունից հետո Վահագն Ալեքսանյանն էր 5-րդ, այժմ 7-րդն է, իսկ 6-րդում Անահիտ Ավանեսյանն է, որը ըստ ԿՊ-ականների այս ընտրությունների հայտնությունն է։ Որևէ մեկի մտքով չի անցել, որ թիմում նա ամենաընդունելի կինը կլինի։ Միակ հասկանալի բացատրությունն այն է, որ առողջապահության ոլորտի հետ շատ ԿՊ-ականներ են գործ ունեցել եւ նախարարը կարողացել է ամեն մեկին մի ձևով լավություն անել, առաջին փուլից հետո նա 13-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ։ Նույն աղբյուրը գրում է. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյա եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են։ Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում գերազանց։ Քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչա մեքենան։ Նրանց պապը պետական քաղաքական հասարակական գործիչ սովետական տարիներին Ղափանի Կուշրջկոմի առաջին քարտուղարներից է Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։ Ըստ կապանցիների Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաեւ հայկական ՍՍՀ բնակարանային կոմունալ տնտեսության մինիստրը։ Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական բարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել քաղաքական գործունեությամբ զբաղվելու։
Հրապարակը գրում է. ներիշխանական կուլիսներում ԿՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել։ Նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։ ԿՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ սեպտեմբերին նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որտեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում։ Եվ ներկայիս քվեները պայմանավորում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում նաև ԿՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։ Իդեպ հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն էլ ԿՊ վարչության անդամ չէ, նա չէր էլ առաջադրվել, բայց երկփուլ ընտրությունների արդյունքում Փաշինյանից հետո է երկրորդը։ Հրապարակում նաև կարդում ենք ԿՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները, հիշեցնենք, որ մոտ 1000 ԿՊ-ական պատվիրակները քվեարկության պետք է որոշեին ԿՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը։ Ըստ այդմ 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, Փաշինյանի դասընկեր նրա ամուսնության խավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 346 քվեով ցուցակի նախավերջին տեղում է։ 49-րդն է։ Նրա եղբայրը Փաշինյանի մանկության ընկեր ԱԺ-պատգամավոր Վահե Ղալումյանն էլ 373 քվեով ցուցակի 44-րդ տեղում է։ Մեր տեղեկություններով ԿՊ նախընտրական ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում մարզում բնակվող ԿՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդգրկվելու ԿՊ կուսակցության ընտրացուցակում, որ տեղն են զբաղեցնելու, իբր իր անցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է որոշում։ Հնդկաստանում տղամարդը փորձել է բացել ինքնաթիռի վթարային դուռը իր պնդմամբ ուրվականի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել մոտ 150 մետր բարձրության վրա վայրեջքի ժամանակ, օդաչուն ստիպված է եղել օդում երկրորդ շրջանը կատարել։ Մերձ ոսկայում բնակիչները փրկել են պատուհանից ընկած երեխային, փոքրիկը ներքևի հարկի տանիքի վրա է ընկել, անցորդներից մեկը դժվարությամբ բարձրացել է ու հանել է նրան այնտեղից։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ է ավարտվել, երեխան ապաքինվում է։ Малыш, тихо, аккуратненько, аккуратненько, аккуратно. Չինուհին ատամներով գազարից հետաքրքիր քանդակներ է ստեղծում։ Ահա կադրերը։ Եվ եղանակ ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, ջերմաստիճանը կբարձրանա 4-ից։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո կհանդիպենք։